Կապանցի տղաները մեկ օր առաջ են վերադարձել Սիսիանից, որտեղ մասնակցել են շախմատի Սյունիքի մարզի պատանիների 18-րդ առաջնությանը։ Նրանցից 4-ն ուժերը կչափի Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչում։ Միսիան գրավեցի 3-րդ տեղ մինչև 12 տարեկան պատանիների մեջ, խաղացել եմ մարզի տարբեր քաղաքների մասնակիցների հետ, Սիսիանցի, հենց մեր Կապանից Մեղրի 3 հոգու հաղթեցի, 4 ոչ ոքի եւ 1 պարտություն։ Ես ուզում եմ նվանվել Տիգրան Պետրոսյանի, Լևոն Արարյանի եւ իրենց նման հաջողությունների հասնել շախմատում։ Ինչ շատ դուր է գալիս շախմատը մտածելու տրամաբանական խաղը։ Մեղրիից, Քաջարանից, Կապանից, Գորիսից ու Սիսիանից 90 պատանի շախմատիստներ 4 օր շարունակ պայքարել են որոշելու, թե ովքեր են մարզի ուժեղագույնները։ Արդեն երկրորդ անգամն եմ խաղում 8-ից 8 հաղթում եմ։ Արամոն մինչև 12 տարեկանների մրցապայքարում առաջին տեղն է գրավել։ Ասում է շախմատում պետք է թե հաղթել, թե պարտվել իմանալ։ Անկախ նախորդ օրվա պարտիայի արդյունքից հաջորդ առավոտ վերսկսել պարապմունքները։ Ես ուզում եմ բարձր պահել մեր երկրի քաղաքի պատիվը, ուզում եմ ընդգրկվեմ Հայաստանի հավաքականում։ Իսկ դրա համար ինչ ես անում։ Տանել եմ պարապում, պարտիաները նայում եմ, ուժեղ շախմատիստների խնդիրներ եմ լուծում։ Մարզի շախմատային կարևորագույն տոնին աջակցել է Սիսիանի համայնքապետարանը։ Առաջնությունն անցկացվում էր 4 տարիքային խմբերում։ Գլխավոր մրցավարն էր Ստեփան Խաչատրյանը։ Ընտրվեցին լավագույնները բնականաբար, մինչև 8 տարեկաների խմբում 3 հոգի, մինչև 10 տարեկաների խմբում 5 հոգի, մինչև 12 տարեկաների խմբում 5 հոգի եւ մինչև 14 տարեկաների խմբում 3 հոգի։ Բացի այդ, մենք ունեինք բարձր կարգի շախմատիստներ, ովքեր միանգամից իրավունք ունեին մասնակցելու կիսաեզրափակիչ փուլին, բայց թողեցինք մասնակցեն որպես փորձ, որոշեցինք լավագույն պատանիներին, չեմպիոններին, որոնք պետք է շարունակեն առաջնությունը Հայաստանի մակարդակով, արդեն Հայաստանի կիսաեզրափակիչ առաջնությունում, որից հետո հաղթողները կանցնեն արդեն եզրափակիչ փուլ, դրանից հետո պատանիները շարունակում են առաջնությունը Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում։ Շախմատն ուշադրության կենտրոնում պահելը ավելի ինտելեկտուալ սերունդ ունենալու երաշխիքներից է, շեշտում է գլխավոր մրցավարը։ Հորդորում աջակցել մտքի ճկունության մարտիկներին, որ կարողանան իրենց ներուժը վերածել հաղթանակի։